Թրիփ, անցարշաբաթ հայ-ամերիկյան համաձայնագիրը Վաշինգտոնում ստորագրվեց։ Ինձ հետաքրքրում է առաջին դիրքորոշումը կամ վերաբերմունքը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ինչի մասին են վկայում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ադրբեջանի կողմից դիրքորոշումը բավականին տարբերակված է։ Իշխանական շրջանակներում խոսում են այն մասին, որ սա իրենց ձեռնտու տարբերակ է, հաշվի առնելով, որ հարգվել են նաև Ադրբեջանի որոշ պահանջները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսվեց front office-ի եւ back office-ի մասին, front office-ում պետք է լինեն կազմակերպության ներկայացուցիչները, որոնք կարող են եւ չլինել հայեր, հետեւաբար այստեղ կարող ենք տեսնել այն հանգամանքը, որ Ադրբեջանի այդ պահանջը եւս ինչ որ առումով հարգվել է, հաշվի առնելով, որ Ալիևը եւ մյուս շրջանակները բազմիցս ասել են, որ չեն ուզում այդտեղ տեսնել հայերի։ Ինչ վերաբերում է մյուս հանգամանքին, այստեղ իրենք ունեն որոշակի մտահոգություններ մաքսային եւ անձնագրային ստուգման հետ կապված, որին իրենք չեն առնչվելու եւ որը որոշումների կայացման հարթակում գտնվում է հայերի շրջանակում։ Այդտեղ ունեն մտահոգություններ եւ դրանք իրենց մոտ դեռ փարատումներ չեն ստացել, այսպես ասած։ Այսինքն դրանք ինչ բնույթ, տեխնիկական բնույթի հարցեր են։ Տեխնիկական բնույթի են, բայց իրենք ամբողջովին դա դիտարկում են քաղաքական հարթության մեջ, քաղաքական բանակցությունների ԱՄՆ-ի Հայաստանի հանդեպ ուշադրությունը շատ ավելի կարևորելու եւ որոշակի վերապահումով Ադրբեջանին մոտենալու շրջանակներում։ Թուրքիայի արտգործնախարար ասում է մենք Բայրամովի հետ 2 ժամ քննարկել ենք այս նոր համաձայնագիրը, կա նաև մի փոքր մեջբերում Ֆիդանի այդ խոսքից, որ Թուրքիան ցանկանում է Զանգեզուրի միջանց, դե նրանք Զանգեզուրի միջանց են ասում, մենք այդ մասին էլ հիմա կխոսենք, իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը։ Մի քիչ անհասկանալի է, հղումը ինչի վրա է այստեղ։ Եվ Ադրբեջանում եւ Թուրքիայում բարբերաբար գիտենք, որ իրենք Զանգեզուրի միջանցք են կոչում այդ ճանապարհը եւ որքան էլ որ մենք այստեղից խոսում ենք թրիփի մասին, ԱՄՆ-ից խոսում են թրիփի մասին, իրենք միևնույն է շարունակում են միջանցքային տրամաբանությունը։ Վերջին Ալիևի վերջին հարցազրույցը կարծեմ տարեսկզբին էր տեղական լրատվամիջոցներին, որտեղ իրեն հարցրեցին, երբ այնտեղից խոսում են թրիփի մասին, մենք շարունակում ենք ասել Զանգեզուրի միջանցք, որտեղ է լինելու այդ կետը, որտեղ շահերը ամեն դեպքում համընկնելու են։ Ինքը պատասխանեց, որ իրենք միևնույն է ստանալու են այն, ինչ ցանկանում են։ Կլինի դա միջանց կանոնով, կլինի դա թրիփ անունով, բայց իրենք կարծում են, որ դա անխոչնդոտ անցումն է դեպի Նախիջևանի Հանրապետություն, ինքնավար հանրապետություն եւ չեն դիտարկում Հայաստանի որոշումներ կայացնելու հնարավորությունը որպես սպառնալիք։ Քննարկումներ կան այնտեղ որոշակի փորձագիտական շրջանակներում, որ Հայաստանի Հանրապետությունը այս պահին բավականին բարիդրացիական է տրամադրված խաղաղության գործընթացին եւ չի լինելու այն խոչընդոտը, որը կարող է եւ Ադրբեջանի քաղաքացիների եւ բեռների տարանցման համար իրական լինել։ Գուցե դա լինի խորհրդանշական 1 ամիսը, 2 ամիսը մեկ որոշակի սահմանափակումների կերպով, բայց որպես իրական եւ ռեալ սպառնալիք կամ ռիսկ չեն գնահատում։ Դե անխոչնդոտը էլի սահման չի ձևակերպում։ Անխոչնդոտ ոչի նշանակում, որ հայերը չեն իմանալու, Հայաստանում չեն իմանալու ինչի անցնում հայկական տարածքում։ Իհարկե իմանալու են։ Իմանալու են։ Դա եղավ անխոչնդոտ։ Իրենք կարծում են, որ դա լինելու է անխոչնդոտ, թե ինչ պայմանավորվածություններ կլինեն կամ ինչպես կզարգանա իրադարձությունները, մենք այս հրապարակված փաստաթուղթը ունենք պարզապես որպես սկզբունքների ամրագրում։ Դա որևէ իրավական հարթակում հաստատված չէ, չգիտենք որտեղ է հաստատվելու եւ որ կողմերը դեռ պետք է դա քննարկման առարկա դարձնեն, եւ եթե անգամ Ադրբեջանի ստորագրությունը այդ փաստաթղթի ներքևում չկա, չի նշանակում, որ նա որևէ ներգրավվածություն այդտեղ չի ունենալու եւ իր կարծիքը, այսպես ասած, չեն հարցնելու։ Նաև ԱՄՆ-ում իրենց դեսպանի հետ քննարկում էր ունեցել Ռուբիոն, եթե ես ճիշտ եմ հիշում, նախքան Արադ Միրզոյանի այնտեղ այդ ստորագրությունը իրականացնելը։ Թրիփը փոխում է մեր անվտանգության աստիճանը։ Միանշանակ փոխում է, բայց ես կարծում եմ, որ իրավիճակը գնահատելու համար նախ պետք է հասարակությունների տրամադրվածությունները ստուգել ստեղծված խնդրի շուրջ։ Եվ Հայաստանում եւ Ադրբեջանում ինչպես են պատկերացնում թրիփի կամ ինչպես իրենք են ասում այդ Զանգեզուրի միջանցքի գոյությունը։ Խոսքը հանրային ընկալման։ Հանրային ընկալման։ Քանի դեռ հանրային ընկալման մեջ այդ անվտանգության զգացողությունը չկա, որքան էլ մեզ համոզեն, որ դա ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարգման սկզբունքների շրջանակներում է, միևնույն է, եթե հասարակությունը դրան չի հավատում, դա չի լինելու անվտանգ եւ լինելու է ռեալ ռիսկ կախված Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխին։
Միևնույն ժամանակ Հայաստանը եւ Ադրբեջանը առևտրային հարաբերություններ են հաստատում եւ կարծես թե առաջ են գնում այդ ուղղությամբ։ Բաքաղաքական սեգմենտը այստեղ բախաղության պայմանագիրը դա կարևոր չի այլևս։ Իհարկե կարևոր է, միանշանակ կարևոր է, պարզապես իմ պատկերացմամբ Ադրբեջանում եւ գուցե Հայաստանում եւս շեշտը դնում են հասարակության սոցիալական մտածողության հարմարեցմանը, այսինքն հասարակություններին հարմարեցնել իրար կողք կողքի ապրելուն, իրար հետ առևտուր անելուն, ինչպես եղել է խորհրդային շրջանում, եւ մենք գիտենք, որ երկու երկրներում էլ սոցիալական խավը, սոցիալական միջին խավը, այսպես ասած, բավականին զգայուն վիճակում է գտնում եւ եթե նրա գրպանին կպնում են, ապա գուցե որոշակի առումով իրենք հարմարվում են այն իրավիճակին, որն իրենց թելադրվում է։ Եկավ ղազախական ցորենը, այնուհետև ռուսական ցորենը բավականին մեծ, ուրեմն չափով վառելիքը Ադրբեջանից, ընդամենը մի 2 ժամ առաջ ես տեսա, որ Ռուսաստանից բնական հեղուկ գազն է տեղափոխվելու Ադրբեջանի միջոցով այստեղ, կապված Իրանի հետ հարաբերությունների։ Այստեղ բավականին լայն քննարկման դաշտ է բացվում, թե իրենք ինչպես են ազդում հայ հասարակության ընկալման վրա Ադրբեջանի հետ հարաբերությունների։ Մեզ միգուցե նաև դա պատական համընկնում է, բայց Վաշինգտոնյան այդ համաձայնագիրը ստորագրելուց անմիջապես հետո մենք լսեցինք գերիների փոխանակման մասին։ Մենք ստացանք 4 հայ գերիներին Բաքվից։ Դա ինչ է կարծում, գործարքի արդյունք էր, թե եղել է այլ միջամտություն։ Կարծում եմ, որ քաղաքական գործարք էր սա ավելի շատ։ Սա միանշանակ դիտարկել որպես մարդասիրական քայլ ճիշտ չէ, որովհետև հնարավոր կլիներ այդ մասին խոսել, եթե այնտեղ պատժաչափ ունեցող բոլոր ռազմագերիները վերադարձվեին։ Հարաբերությունների բարելավման ֆոն չի կարելի համարել։ Կարծում եմ, որ ոչ։ Եթե մենք նման ժեստի սպասել, առավելապես կարող ենք նման ժեստի սպասել հարաբերությունների կարգավորման շրջանակում, եթե դա հաջորդեր Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրին։ Այսինքն հասարակություններն էլ սպասում էին, որ երբ որ նախաստորագրումը կայացավ, դրանից հետո պետք է առնվազն մի քանի գերիներ վերադարձվեին եւ որոշակի խոսույթի փափկություն էլ լիներ, բայց իրենք շարունակեցին, ինչպես գիտենք, Արևմտյան Ադրբեջան եւ մյուս թեզերի շրջանառությունը առավել ակտիվ կերպով եւ գերիներ չվերադարձվեցին։ Ինչ վերաբերում է այդ 4 անձանց, որոնց Ադրբեջանը վերադարձրեց, նախ շատ հետաքրքիր օրինաչափություն կա Ադրբեջանի գործելավոճում այս հարթությունում եւս, երբ ինքը առավել հեշտ կերպով վերադարձնում է քաղաքացիական անձանց եւ ոչ ռազմական կամ զինվորական ծառայության մեջ եղած անձանց։ Վերջին անգամ զինվորականներ վերադարձվել են 2023 թվականին 32 գերիներ, երբ վերադարձվեցին, իրենք վրացական խողովակով։ Այո։ Իրենք ժամկետային զինծառայության մեջ գտնված անձինք էին եւ նրանց հետ կապված եւս Ադրբեջանը որոշակի այլ դիրքորոշում ունի, այսինքն իրենք պարտադրված են եղել, ինչպես կարծում են Ադրբեջանում, լինել պատերազմի դաշտում եւ լրիվ այլ պատկերացում ունի եւ վերաբերմունք ունի այն անձանց հանդեպ, ովքեր այնտեղ կամավորական էին եւ չենք խոսում նաեւ ռազմաքաղաքական ղեկավարության մասին, որոնց հանդեպ վերաբերմունքը շատ կատեգորիկ է։ 4 անձինք վերադարձան, 4-ն էլ քաղաքացիական անձինք, որոնցից 2-ի հետ կապված բավականին մեծ մտահոգությունների շղթա կար վերջին ամիսներին, առողջական վիճակի հետ կապված։ Վագիվ Խաչատրյանը ընդամենը 1-2 օր առաջ կարծեմ վերադարձվելուց տեղափոխվել էր հիվանդանոց բավականին ծանր վիճակով, իսկ Վիգեն Էուջեկչյանի մասով իր փաստաբանը եւ կինը պարբերաբար խոսում էին այն մասին, որ առողջական վատ վիճակում է գտնվում, հացադուլեր է հայտարարում եւ իրենց հետ խոսելուց միայն դեմքն են տեսնում, չգիտեն արդյոք կարողանում եք հայլել թե ոչ, եւ այն տեսանյութն էլ, որ Լինդան իր կինը հանդիպեց իրեն, առաջինը ձեռքեր եւ ոտքերն էր ստուգում, թե արդյոք շարժվում է եւ քայլում է, դա հենց դրա մասին էր խոսում, որ պայմանները իսկապես սարսափելի են այնտեղ եւ այդ մարդկանց վերադարձը իսկապես հրաշքի նման է։ Դիանա, այսինքն հաջորդ գործողությունը, եթե այն շուտ տեղի ունենա հաստված, էլի գործարքային է լինելու։ Կարծում եմ, որ Ադրբեջանի դեպքում բոլոր նման քայլերը գործարքային բնույթ են կրում։ Եվ վառելիքի եւ մնացած ուրեմն ցորենի եւ այլ տեղափոխությունների եւ գերիների փոխանակում այս դեպքում մի փոքր սխալ է ասել հաշվի առնելով, որ իրենք սիրիացի վարձկաններին ուղղակի ուղարկեցին Սիրիա։ Եվ Ադրբեջանը այս կերպ նաեւ իր վրայից հանեց այդ վարձկանության ներգրավման մեղադրանքը, որը պարբերաբար եւ տարբեր միջազգային հարթակներում մենք բարձրացնում ենք։ Իրավիճակը այստեղ այնքանով է խնդրահարույց, որ Ադրբեջանը գերիներին պահում է որպես խաղաքարտ։
4 քաղաքացիական անձանց վերադարձրեց, այնտեղ մենք ունենք Լյուդվիգ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանին, որոնք կամավորական էին եւ 20 թվականի պատերազմից հետո այնտեղ են եւ պատժաչափ են կրում, եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կա եւ մյուս քաղաքացիական անձինք, որոնց ենթադրում են, որ հատվածաբար փուլային կերպով Ադրբեջանը որպես խաղաքարտ օգտագործելու է Հայաստանի դեմ։ Թե ինչ է ակնկալելու եւ ինչի դիմաց է դա անելու դժվար է ասել, բայց կարծում եմ, որ գլխավոր խաղաքարտը լինելու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ ինչ կպահանջի դրա դիմաց Ադրբեջանը, պետք է միայն պատկերացնել։ Եթե այլ միջնորդներ չհայտնվեն մեզ, չէ՞։ Այո։ Կա, որովհետեւ մի դրվագ ես նոր հիշեցի Վաշինգտոնում, որ այդ մասին խոսվել է Բաքվում պահվող գերիների մասով։ Տեսնենք դա ինչ հանգամանքներում կհասունանա, բայց ավելի ծանրակշիռ այստեղ խնդիր կա երկու պետությունների հարաբերություններում, եթե դրական դինամիկան առկա է, նկատելի է, հակահայկական քարոզչությունը ինչու է պահպանվում օրակարգում Ադրբեջանում։ Որովհետև Ադրբեջանի ներքին հասարակության մոբիլիզացիան պահելու համար Ադրբեջանին պետք է որևէ հավաքական թշնամի կամ որևէ նպատակ, լինի դա լեգիտիմ թե ոչ լեգիտիմ, արդեն իրենք են որոշում, որի շուրջ իրենք կկարողանան համախմբվել։ Այսինքն առանց արտաքին թշնամու կարգավիճակի, առանց որևէ նպատակի, որին նրանք պետք է հասնեն, վերջին 30 տարին ցույց է տվել, որ իրենք չեն կարողանում։ Հիմա Արցախի լեգիտիմ պետության վերացումից հետո Ադրբեջանի կողմից իրենց պետք էր նոր որևէ կարգավիճակ ունենալ, նոր որևէ մետաֆոր ստեղծել, որի շուրջ պետք է համախմբել հասարակությանը, որպեսզի հասարակությունը չընդվզի այդ նվազող հաղթանակի տրամադրությունների ֆոնին, չընդվզի հասարակական եւ սոցիալական այլ խնդիրներից։ Ընտրվեց Հայաստանի Հանրապետությունը, ներկայացվեց որպես Արևմտյան Ադրբեջան եւ հիմա շարունակաբար խոսվում է իրենց վերադարձի մասին։ Իրենք նաև փորձում են մի հարթության վրա դնել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ եւ արևմտյան ադրբեջանցիների, ինչպես իրենք են ասում, գալը Հայաստանի Հանրապետություն, այդ կերպ նաև լեգիտիմացնելով նաև այդ գործընթացը։ Այսինքն հավանական զարգացումներում արցախցիների վերադարձը հակակշիռ ունենա տվյալ հասկանալի։ Ես վստահ եմ դուք հետևում եք Իրանի դեպքերին, որտեղ մենք շատ էինք առնչվում ադրբեջանական գործոնի հետ։ Ինչպես պահեցին իրենց Իրանում ապրող ադրբեջանցիները այս թողբող։ Ադրբեջանցիներին այնտեղի հորդորում էին գնալ եւ պահանջել իրենց օրինական պետություն ունենալու իրավունքը։ Այսինքն բողոքի ալիքը ավելի սրել եւ իրենց պահանջը եւս առաջ տանել։ Դա եղավ նաեւ հունիսին Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման ժամանակ, երբ որ անգամ քաղաքական բարձր ամբիոններից հնչում էր այդ մասին, Բաքվում եւս բազմաթիվ ցույցեր էին կազմակերպվում այդ ուրեմն տրամաբանության շրջանակներում եւ այնտեղ բավականին ծանոթ դեմքեր կային, ովքեր եւ Լաչինի միջանցքի փակման ժամանակ էին այդ ակցիայի անդամները։ Այս շրջանում կրքերը բավականաչափ չբորբոքվեցին, բայց ամեն դեպքում իրենք շարունակեցին հրահրել այնտեղի ադրբեջանցիներին, ընդհանուր հայտարարելով, որ հորդորում են լքել Իրանի տարածքը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։ Դա եւս բավականին սրում էր իրավիճակը այդտեղ, բայց ամեն դեպքում զարգացումները մեծ չէին։ Մեծ չէին, որովհետև Բաքուն չունի այդ նպատակը խառնվել այդ։ Նպատակն ունի, կարծում եմ, բայց առավելապես իրեն այս պահին ձեռնտու է TRIP-ի կամ ինչպես իրենք ասում են Զանգեզուրի միջանցքի շուրջ Իրանի դիրքորոշման զսպումը եւ այսպես չգրգռելը եւ դրա համար գուցե ոչ այդքան ակտիվ ներգրավվածություն ունեցան այնտեղի ադրբեջանցիների բողոքի ալիքի տարածմանը։ Տպավորություն է, որ կա սպասում Հայաստանում սպասող ընտրությունների նկատմամբ եւ Բաքվում եւ Անկարայում, այդպես է։ Միանշանակ այդպես է եւ Ադրբեջանում հենց գերիների փոխանակման ժամանակ սկսվեց այդ քննարկումը, իրենց այսպես ասած գրպանային ընդդիմադիրները սկսեցին տարատեսակ լրատվամիջոցներում խոսել այն մասին, որ գերիների վերադարձը կազմակերպվել է այն բանի համար, որ հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են եւ իրենք փորձում են այդ կերպ եւս օգնել Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությանը ունենալ հաջորդ փուլում իշխանություն եւս։
որովհետև աշխատել են այս կառավարության հետ եւ ուզում են շարունակել, թե կա նաեւ ավելի գլոբալ մտածում։ Որոշել են այս կառավարության հետ շարունակել եւ իրենք չեն թաքցնում իրենց հավատարմություն չասել, չեն թաքցում իրենց վստահությունն այս կառավարության նկատմամբ, միևնույն ժամանակ տարբեր հարթակներից նշելով, որ իրենք խաղաղության պայմանագիր ուզում են կնքել ոչ թե կառավարության կամ այս պահի իշխանությանն, այլ հայ ժողովրդի հետ, կանխելով հետագայում իրենց ասած ռևանշի հնարավորությունը։ Դիանա, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը միայն Անկարայի եւ Երևանի որոշելիքն է։ Չեմ կարծում, որ դա միանշանակ Անկարայի եւ Երևանի որոշելիքն է, այդտեղ Բաքվի գործոնը եւս կա, տարածաշրջանի մյուս խաղացողների գործոնը եւս կա եւ խոսել այն մասին, որ պարզապես պետք է Անկարան եւ Երևանը որոշեն եւ այս պահին բացեն սահմանը, այս պահին սկսեն առևտրային հարաբերությունները կամ երրորդ երկրների այդ քաղաքացիների անցումը, դժվար է ասել։ Իրականում բավականին վիրտուալ միջավայրում ենք ապրում եւ կերպափոխվող պրոցեսները բավականին արագ են տեղի ունենում եւ այս պահին մենք կարող ենք խոսել մի բանի մասին, հաջորդ փուլում քաղաքական ղեկավարների մակարդակով այնպիսի որոշումներ կայացվեն, որ պարզապես վերլուծությունները, բոլոր պրագմատիկ ուրեմն պատկերացումները հոդս ցնդեն, բայց բոլոր դեպքերում կարծում եմ, որ երկու երկրների որոշելիքը չէ դա այս պահին։ Իսկ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը մեզ պետք է մտահոգի հայտարարում։ Այս պահին կարծում եմ ոչ այդքան, եթե խոսեինք մի քանի ամիս առաջվա իրավիճակի մասին, գուցե որոշակի մտահոգություններ լինեն, բայց այս պահին կարծում եմ իրենք որոշակի ստաբիլ իրավիճակում են գտնվում, քաղաքական սուր հայտարարություններ չկան, մեղադրանքներ չկան, գիտենք ձերբակալություններ եղել են այս պահին չկան, կարծում եմ, որ այս պահին մտահոգությունների լուրջ առիթ չի տալու։ Որովհետև թրիփի խանգարելու միտումներ էլ չկան։ Իհարկե։ Չկան։ Կարծում եմ, որ չկան։ Չեն լինի։ Խոսել այն մասին, ռուսական շահերը այստեղ շատ միանշանակ։ Խոսել այն մասին, որ Ռուսաստանը կարող է համակերպվել իրավիճակի հետ եւ պարզապես հետ քաշվել, ասել դուք արեք ձեր անելիքը, թրիփը եւ այլն, միանշանակ այդպես չէ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը գիտենք ԵԱՏՄ անդամ պետություն է, այստեղ ռուս սահմանապահներ կան, ռազմաբազան կա եւ այլն եւ ունենալ այն պատկերացումը, որ եթե Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում իր ուրեմն գործողություններով, պետք է այստեղից իր ոտքը շատ շուտ քաշի, միանշանակ այդպես չէ։ Եվ Ադրբեջանում եւ Հայաստանում դա շատ լավ հասկանում են եւ փորձում են եւ քաղաքականությամբ առաջնորդվել, այսինքն ամբողջովին չմերժել ռուսական ուրեմն կողմին եւ նաեւ ազատություն տալ այս պահին տարածաշրջանում ներկայություն ապահովելու ցանկություն ունեցող արևմտյան